Ուզում ես անվճար մտնել Երևանի 10 ակումբներ եւ լիարժեք լիցքաթափվել, ձեռք բեր Անելիք բանկի եւ Boom ամսագրի համատեղ Boom Energy Visa Plastic Card։ Վիտամին ակումբ, ես հիշեցնեմ, որ շանց հետերմ այս պահին վիտամին ակումբն է եւ մենք ունենք շատ հրաշալի հյուրեր, որոնց ես ուզում եմ ձեզ ներկայացնել։ Այսօր մենք ուզում ենք անակնկալ լինել, շատ հետաքրքիր հյուրեր ենք ուզում կանչել, կոնկրետ ուզում ենք կանչել բոլոր նախագահի թեկնածուներին։ Բոլորին հրավեր ուղարկեցինք, բայց հասկանալի պատճառներով, զբաղվածության առումով մեզ մոտ եկավ մեկ թեկնածու այսօր։ Ես ուզում եմ նրան ներկայացնել եւ այսպես կարելի ասել նաև նախկին թեկնածու, հիմա կասենք ինչու, Պավլիկ Սարգսյան, ձեր ծափարությունները։ Ինչպես եք։ Շնորհակալություն, լավ եմ եւ նույնը ցանկանում եմ ձեզ։ Շնորհակալություն։ Ինչու նախկին թեկնածու, մենք խոսեցինք ձեզ հետ եւ նաև դուք ինտերվյուների ժամանակ ասել եք, որ 8 միլիոն դրամը չհերիքեց, որ դուք դառնաք թեկնածու։ Ոչ բոլորովին, լրատվությանը լավ չեք հետևել։ Իհարկե Չէ, եթե կա 8 միլիոն ես, մենակ ուրախ եմ։ Ես խոչընդոտված թեկնածու եմ։ Ահա, խնդրում եմ ասեք։ Դիմել եմ սահմանադրական դատարան համապատասխան հոդվածներով ճանաչել իմ խոչընդոտված լինելը։ Քանի որ ընտրագրավը հակասահմանադրական է, հակաիրավական եւ հակաօրինական։ Ահա։ Ասեմ ինչու։ Ասեք։ Այստեղ աղքատության խնդիրը չէ կամ հարուստ լինելու։ Ինձ համար միևնույնն է։ Ես շատ ուրախ կլինեմ հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու համար, որ յուրաքանչյուրը կարողանա այդ ընտրագրավը մուծել։ Ահա։ Ցավոք սրտի, սա քարոզարշավ չի դիտվի։ Երկար է ստացվում միգուցե։ Լավ, ինչ կցանկանաք այն մարդուն, ով կընտրվի նախագահ։ Որ ձեր նպատակներից որոնք կուզեք, դուք հանրային հայտարարություն արեցիք։ Ես հիմա մտածում եմ, որ եթե բոլոր թեկնածուները այստեղ լինեին, լավ հետաքրքիր դեբատ էր ստացվելու իրականում, բայց չեմ խուսափում ոչ մի բանից, դուք կարող եք կարդալ իմ էջում, դա, որտեղ ես ներկայացրել եմ պաշտոնական հայտարարության հերկումը։ Եղել է պաշտոնական հայտարարություն նախկին թեկնածու։ Մեկ էլ հիշեցնեմ, որ սա հումորային հաղորդում է, էլի։ Դե կարող եք հումորի վերածել։ Չէ, ուզում ասեմ մի քիչ ավելի թեթև նայենք այս ամեն ինչին, որտեղ հումորային հաղորդում։ Ես ընդամենը իրազեկում եմ հանրությանը։ Լավ, ամեն դեպքում շնորհակալություն Պավլիկ Սարգսյանն էր մեր հյուրը, ծափարենք։ Հաջորդ մեր հյուրն է, խնդրում եմ ծափարեք համարյա նույն ոլորտից DJ Սերժոն։ Բարի երեկո Սերժո, ինչպես եք։ Բարի երեկո։ Լավ, դուք ինչպես եք։ Լավ, շատ ուրախ ենք, որ այստեղ ես։ Գիտես, այսօր մարդիկ կլսեն այն նոր երգերը, որոնց հեղինակը դու ես եւ կհնչի վիտամինի ընթացքում եւ դրա համար ենք ես կանչել ես, որ շնորհակալություն ասենք, որ փող չվերցեց։ Ես էլ եմ սպասում, որտեվ առաջ անգամ եմ լսելու, այսօր ձեզ է շնորհակալություն։ Ապրես, ծափարում ենք DJ Սերժոին։ Շնորհակալություն։ Անցնում ենք առաջ եւ այսպես դիմավորեք մուլտիվիտամիններ, Արմուշ եւ Վաչե։ Վիտամին կլավ, բարձր ծափարությունները Այո, Եվ շտապում եք ներկայացնել այո, ես ու Արմուշ այստեղ ենք, որպեսզի ներկայացնենք մուլտիվիտամիններ եւ սիրով առաջին մուլտիվիտամինը։ իրավիճակ քաղմասում։ Բարյոն տավալիշ նեցենակ, ծավը տարեմ, ձեզ, այո։ ես իրեք որակ կնիկս կորելը, դու չի գալի բարեմ գալիս ակակը, ոտակակ եմ տովը չկա կնիկս որասալը չկա։
Լավ, մի վարքյան քաղաքացի, մի վարքյան հանգիստ, ավելի հանգիստ, ասեք ձեր կնոջ դիմագծերը ոնց են մենք կազմենք ֆոտորոբոտը, խնդրեմ, ասեք, Ուրեմն ցավը տալեմ չալս ես ծուրը։ Ճանաչուր, Մի աշկը նայում է Մասիսարին։ մի աշկը նայում Մի աշկը նայում է Մասիսարին նայող աշկին։ Քիթ ուրեմն սենց երկար ոնց որ բենզինի պիստոլետ լինի։ Ակաշներն են ոնց որ լակատեր լինի։ Խնդրում եմ քթեք էլի կնգաս։ Որ հայ ցավը տանեմ ռադարա թոյթա հազիվ կորել արհեսի գիշան։ Հաջորդ մուծին ուրեմն պատկերացրեք կինը եւ ամուսինը։ Աղջի ես քո հետ ինչ ամուսնացել եմ, մյուս օրվանից դու ինձ խանգարում ես միջև այսօր։ Բայց ինչ եմ արել։ Ո՞նց ինչ ես արել։ Որ անգերությանս մեջ մտար խանգարեցի շախ ծրվան գնացին, ասի գործը զբաղվում աշխատանքի ուտում եմ եկար մտար խանգարեցի սախ հետ հոսմիշ է լավ, ուզում էի կարիերայով զբաղվել, խանգարեցի, արա ինչ ամուսնացել եք, դու ինձ խանգարում ես, վաղ սիրտս մեռա։ Կյանք, վայ կյանքիս ինչ եղավ, մի մերի կյանք, մի մերի կյանք, մի մերի։ Օրալը նայ որելի խանգարում է չի թողում մերն է վարա։ Հաջորդ իրավիճակը տանը հայր և որդի։ Պապ ջան բարի օր։ Հələ հետ արի արա։ Հա պապ ջան։ Ես խմած ես արա։ Չէ պապ ջան։ Հələ հետ արի։ Հա պապ ջան։ Ես տղեկով բանման եք ծխի արա։ Չէ պապ ջան, չէ պապ։ Հələ հետ արի արա։ Հա պապ ջան։ Արա ես նարկոտիկ ես օգտագործում։ Չէ պապ ջան։ Դե լավ գնա։ Հա պապ ջան։ Չէ պապ ջան։ Հա պապ ջան։ Շարունակում եք հաջորդ իրավիճակը ուրեմն պատկերացրեք մի երիտասարդ, որոշում է ընդունվել թատերական ինստիտուտ եւ այսպես թատերական ինստիտուտի շենքի դիմաց։ Բարև ձեզ։ Ես ուզում եմ ընդունվեմ մեզ ձեր թատերական ինստիտուտը։ Լսիր այ փոքրոքի, այ ճղճին, դու երբևիցե գիտես Շեքսպիրն ով է, Համլետ, Պապասյանին գիտես դու, որ Համլետը խաղացել լսիր, այ տղա, այ խղճուկ, դու անգամ Ստանիսլավսկին չգիտես, ով է, դերասանի աշխատանքի իր վրա դու ընթերցել ես երբևիցե, որ դու ուզում ես ընդունվել թատերական ինստիտուտ, Լավ, հիմա չեմ կանա ընդունվեմ պարոն տնօրեն։ Պարոն տնօրեն, տնօրենը վերևում է, իսկ ես պահակն եմ, պահակը։ Շնորհակալություն ձեզ հետ էին մուլտիվիտամինները Արմուշը։ Եվ աչեն։ Շնորհակալություն տղաներին, իսկ հիմա դիմավորեք Չարեն։ Բարև ձեզ, կատակներ վիտամին ակումբի կողմից, գնացինք։ Շատ մրցկան մարդը թեյի մեջ ադյալ է գցում։ Հայաստանի հոքեյի հավաքականը դարձավ շաշկի աշխարհի չեմպիոն։ Մանյակի երեխան ամանորին կամինից կախած գուլպայի մեջից գտավ ոտքեր։ Պրոդյուսերին մերժած երգչուհին նորից դարձավ հացթուղ։ Շատ հարուստ երեխաների համար դպրոցը իրենց 10-րդ տունն է։ Հյուսիսային պողոտայում ապրող տառականները հենց լույսը վառում ես անջատում են։ Լորի պանրի գործարանի թակարդների մեջ չանախադրած։
Երգիչ Հայկ Կասպարովը ասել է. «Ես կմասնակցեմ ազգային երաժշտական մրցանակաբաշխությանը միայն մեկ պայմանով, եթե ինձ կանչեն»։ Աղջիկ ջեպկիրը տղամարդկանց գրպանից բան գողանալուց կեսից շեղվում է։ Ինքնասպանը ում կյանքում ամեն ինչ թարս էր, իրեն ձորից գցեց կամուրջի վրա։ Սապյորը անհաջող քայլ դնելուց հետո դարձավ փազլ։ Սադիստների պարտիի ժամանակ ստրիպտիզորշան տորտից դուրս է գալիս տորտը կտրտելուց հետո։ Դիետայի վրա նստած օլիգարխը ժամը 6-ից հետո մարդ չի գցում ավտոյի տակ։ Եվ եթե հավատանք այն խոսքին, որ եթե ծիտը ծրտի վրա կհարստանաս, ապա տպավորություն է ստեղծվում, որ ծտերը Հայաստանում ընդամենը մի քանի հոգու վրա են ծրտում։ Շնորհակալություն, Չարեն, ձեզ համար։ Հաջորդ համարը պատկերացրեք PR գործակալություն, որտեղ զբաղվում են նախընտրական թեկնածուների PR-ով։ Եվ այսպես դիմավորեք Արման եւ Աչե։ Բարև ձեզ, պարոն նախագահի թեկնածու, բարև ձեզ։ Բարև ձեզ, ես ձեզ հանձնարարել եմ, որպեսզի դուք զբաղվեք իմ նախագահական քարոզարշավի ծրագրով։ Այո։ Հիշում եք 10 միլիոնը վերեցի տվեցի, Այո։ զբաղվեք, այո, հիմա ուզում եմ տեսնեմ ինչ է կարել, ինչ է կարել։ Մենք ձեր լրիվ նախընտրական ձեր լրիվ ամբողջ ծրագիրը մտածել ենք։ Ամբողջ ծրագիրը հարկավոր չէր, իսկ ես կարծում եմ, որ այդքան էլ շատ բան չկա փոխելու, քանի որ իմ արտաքին տեսքը եւ իմ անաղարտ հայրենը իսպար հարիր են մեր ժողովրդի սիմպաթիային։ Դե Եվ մեկ։ Կարող եմ ռուսերեն նույնը ասել, իրաս։ Հա, սկսենք, ուրեմն սկսում ենք ձեր անունից, ամենակարևորը սկսում ենք ձեր անունից։ Իմ անունից։ Ձեր անունը ինչ է։ Տղա ջան, իմ անունը Զավեն Գասպարյան։ Չէ, ձեր անունը ախր սա նախընտրական է, մարդիկ պիտի ձեզ ընտրեն, չէ, ձեր անունը պիտի լինի գրավիչ։ Հասկանում եք։ Գրավիչ, բայց ինչ տղա ջան, գրավիչ ինչ անում։ Գրավիչ էլի, հենց է տենց։ Գրավիչ, ինչան, Գասպարյանն ասենք, ինչան եք։ Տղա ջան, ինչ ես խոսում։ Դե հա, էլի։ Ոնց գրես Զավեն Գասպարյան տղա ջան։ Հա, եթե դեմ եք, որ անունը փոխենք, ուրեմն փոխենք բանը, թող լինի դա հայրանունը, Զավեն Գրավիչ կլինի, ասենք, կարա դա դառնա ձեր հայրանունը։ Դեմ եք, հա։ Այսպես նորմալ բան, քարոզարշավի համար եք զբաղվում։ Նորմալ բան ասենք, ինչի։ Այնպիսի բան, որ նախագահներին հարիր լինի, Նախագահներին հարիր, մի վարքյան, նախագահներին հարիր, սենց, թող լինի սենց, Ռոբերտ Տեր Սարգսյան, հա, ընդհանուր սենց մի հատ ինքը մոշնի, հա։ Կարծում եմ ոչ, տղա ջան, մի այնպիսի անուն լինի, որ երեխաներն էլ սիրեն։ Երեխաներն էլ սիրեն, դե կարան Գասպարյանը պահենք ձեր ազգանունը, թող լինի Կինդեր Ձվիկ Գասպարյան ասենք, որ երեխաներն էլ սիրեն, էլի։ Տղա ջան, նա հավաքի, երեխաները ինչու պետք է սիրեն։ Ոնց, երեխաները կտենանք, ասեն, պապ, արի իրան ընտրենք, տենանք մեջը ինչ կա։ Տղա ջան, լավ տարբերակ կա շատ։ Պետք է զբաղվեք իմ քարոզարշավը, օրինակ ինչեր եք մտածել, ինչ ոնց ներկա։ Ձեր քարոզարշավը ընդհանուր առմամբ սենց անում, ձեր բոլոր այդ պաստառները ամբողջ հանրապետությունով տարածում ենք, Երևանում ձեր պաստառները, ասենք, մեր տեխնացուն, սենց գրած է, ասենք, նույնը Վանաձորում, ասենք, բանը, մեր ազիզ տեխնացուն, ասենք, նույնը Գյումրիում, մեր տեխնացուն կարալնի, ինչի չէ, ասենք, նույնը Լուսակերտում, ասենք, մեր տեխնաձուն, իդեպ կարան կինդերի տարբերակը վերանայենք, եթե սրան համաձայն եք։ Արի, տեսնեք ինչ չեք արել, մատ մորացի, դա, այդ ամենը,
Զուբան, Լավ, ես ուզում եք ասեմ ինչ պաստառ, ես ասեմ ոնց է լինելու ձեր պաստառը։ Ուրեմն դուք եք կանգնած եք դուք, ասենց Մասիսնա ձեր ետևում, ասենց լրիվ հայրենասիրական վիճակը, գետը, ընդ բարդիները, դուք ասես թեթև հենված եք բարդիներին, իբր բնությանը մոտիկ եք, դե ժողովուրդը հոմերպես մատների արանքով չի նայում, ինքը նկատում է տենց բաներ էլի, ասենք նկատեն բարդիներին մոտիկ, բնությանը մոտիկ, ասես նայում եք առաջ, նայում եք ժողովրդին, սենց ուշադիր նայում եք, կարոտ առնում եք ձեր ժողովրդից, որովհետև որ ընտրվեք մի 5 տարի չեք տենալու, դրա համար սենց նայում եք, սենց կարոտ առնում եք, սենց ժողովրդից ու այդ պահին սենց տակը գրվում է սենց ձեր անունը, սենց գրվում է ձեր անունը, այդ պահին Մասիսից մեկ թրջուն սենց թռնում է սենց մոտիկանալով, այստեղից գալիս է ու սենց ճապում է սենց ձեր անունի դեմը, յանի ձեր պծիշկեն մեր թեկնածուի անվան առաջ, էլի այդտենց։ Լավ է տղա ջան, բայց իսկ կարգախոսը։ Կարգախոսը սենց, թող հաղթի ուժեղագույնը։ Ոնց։ Բա ես տղա ջան։ Տղա ջան, ես որ։ Պարզա, դուք էլ եք ուզում հաղթեք։ Իհարկե տղա ջան։ Դուք հա, եթե ուզում հաղթեմ, մի շուտ բաներ արի, ուրեմն մի վար ձեր որն է ցուցակում։ Հա, թող հաղթի վերջից երկրորդը։ Տես կարանք ձեր ջան, դա նորմալ այնպեսի բան առաջարկի, որ իրոք լավ, սենց ուրիշ կարգախոս առաջարկեմ, թող սենց լինի։ Ուրեմն սենց գրվում է ոսկեգույն տառերով։ Ես իմ ժողովրդից թաքցնելու բան չունեմ ու կանգնած եք դուք տգլոր։ Տղա ջան, Մետ հավաք պայ, ես տղա ջան։ Չէ, ախր ես ամբողջը չասեցի։ Ես ասեմ լավ, ձեր առաջի ելույթը ոնց է լինելու։ Ձեր առաջի ելույթը ուրեմն դուք դուրս եք գալիս բեմ, սես պիժամայով, սենց գիշերանոցով, սես մի քիչ սենց գլամուրնի ճպուրներ աչքերի տակ, մի քիչ սես ճպուրներ։ Եվ իմաստը տղա ջան, իմաստը դրա։ Դե իբր հենց նոր ժողովրդի ծոցից եք դուրս եկել, էլի, ասենք այդ խորհուրդը ինքը ունի դրա մեջ, բայց ես ամենակարևոր մասը չասեցի, ուրեմն գնում ենք այս մոտակա քսերոքսը, ձեր ներողություն, այսքան հատվածը լամինացիա ենք անում այստեղ, այսքան հատվածը ցելոֆանապատում ենք, այդի շատ կարևոր։ Տղա ջան, ի՞նչ եմ անենք ցելոֆանապատ։ Որ նախընտրական քարոզարշավը սկսեց, օրը 200 տատի եք պաչելու, չմաշի, էլի, այսինքն ձեր համար եմ ասում։ Կարգախոսներ, այո, ես մտածել եմ ձեզ համար կարգախոսներ, խնդրեմ, սենց տարբեր կարգախոսներ ենք մտածել, հենց առաջինը։ Միասին կառուցենք իմ ապագան։ Տղա ջան։ Տղա ջան, բա ժողովրդի մասին պետք է մտածենք, տղա ջան։ Հա, չէ, ուրեմն սենց, այսպես կարգախոս։ Միասին կառուցենք մեր ապագան ու իմ ռեստորանը։ Կամ դա չեն կարանք փոխել։ Տղա ջան, իմ ռեստորանը վաղուց արդեն կառուցված է, այնպես որ մի հատ ուրիշ կարգախոս։ Լավ, ուրիշ կարգախոս։ Եկեք չմոռանանք ինչի համար ենք հավաքվել։ Ձեր կարգախոսը։ Հաջորդը շատ լավ աշխատում ես կարգախոսը, շատ։ Ընտրիր ինձ եւ կստանաս 500 րոպե անվճար ցանցի ներսում։ Շատ աշխատող կարգախոս է, խոսք եմ տալի։ Տղա ջան, վաճի ուղղակի իմը իզի է, այդքան րոպե չունի տղա ջան։ Սենց լավ, սենց կարգախոս։ Հələ ինձ ընտրի լուրջ բան եմ ասում։ Տղա ջան, հումոր ես անում։ Ոնց որ այն վիտամինի վաճեն էլ ես, հումոր բան ես անում։ Չէ, ինչ վաճ։ Մի հատ դες բան էր, մի հատ ուրիշ։ Մյուսը, ով ինձ չընտրի մտքինս է։ Շատ Տղա ջան, մտքինս Bentley-ա, պետք չի դա։ Լավ, մի ուրիշ կարգախոս։ Ես ցուցակում առաջինն եմ, շուտ եմ ասել։ Տղա ջան, պարզ արդեն։ Լավ չի տես կարգախոս։ Իհարկե լավ չի, մի լավ սենց կարգախոս։ Էնում ընտրողնա, էնում ազիզ ընտրողնա։ Շատ մտերմիկ ինքը ժողովրդական կարգախոս։ Ոչ, տղա ջան, իհարկե ոչ։ Լավ, սենց կարգախոս կառաջարկեմ, գնա ընտրի արի սիրեմ։ Լավ չի։ Ոչ, տղա ջան, ես միշտ սիրում եմ ընտրողներին։ Լավ, մի այսպիսի եւս մի կարգախոս։ Արխային ինձ ընտրեք, ես բարեկամներ քիչ ունեմ։ Տղա ջան, ես շատ բարեկամ եմ։ Շատ աշխատող։ Ինձ գիտես ինչ այդ ակում, այ ռուսերեն ինչ-որ կարգախոս ունեք, ռուսերեն, հա, ռուսերեն, այո, ռուսերեն, ռուսալեզու հասարակության համար ունենք։
եկեք կառուցենք բարեկեցիկ երկիր։ Տղա ջան, ձեռը սառնում, տղա ջան։ Ինչ է, ձեզ բարձել եմ, որ սես բաներ անեք, տղա ջան։ Ես ինչ գործ եք արել, գործ չեք արել, տղա ջան։ Չա, ախր ես ես մի հատ հարց ունեմ, ինչ եք ուզում դուք դառնաք նախագահ, էլի։ Ես։ Գիտես ես ուզում եմ տղա ջան, շոֆերը սա ուզում, ախրանիսպետն է ուզում, բարեկամներս են ուզում։ Ձեր կախտել են ասում, ես Պաշտոն եք ասում, դուք ուրիշի համար եք անում ինչ որ անում եք։ Շնորհակալություն տղաներին, հաջորդ համարը անհավանական իրավիճակներ։ Արմուշև Արամեն Պետրի։ Բարերեկո տիկնայք և պարունայք, ոնց եք։ Մի խոսքով ձեզ բարձր տրամադրություն անհավանականներն են բեմում և այսպես առաջին անհավանական իրավիճակը փողոցում։ Բալաջան, տատին օգնես փողոց անցնի։ Հա, տատի ջան, խնդիր չկա։ Հաջորդ անհավանական իրավիճակը պետ ավտո տեսուչը։ Տատի ջան, գետնանցումով անցի։ Հայրիկ ջան, չես տեսնում կարմիր լույսա։ Տղա ջան, մի վազի փողոցով։ Գնա օդար, գնա օդար։ Հաջորդ անհավանական իրավիճակը կրկին փողոցում։ Թարմ պոչիկ, թարմ գաթա, թարմ պոչիկ, թարմ գաթա, թարմ պոչիկ, թարմ գաթա։ Բարև ախպերես։ Բարև ախպերես։ Ինձ երկու հատ թարմ պոնչիկ, էլի։ Ախպերես, ես էլ եմ մանգալի թարմ պոչիկ, թարմ պոչիկ, թարմ գաթա։ Հաջորդ անհավանականի համար բեմ հրավիրենք Բոնիին, ծափահարություններ։ Եվ այսպես պատկերացրեք այսպես մի անհավանական իրավիճակ, պաձես դում, երորդ հարգում, գյոզ դնող հարևան։ Կյանքս։ Ջան, ոնց ես։ լավ դու։ Լարի պաձես բան եմ ասում։ Կարոտել եմ քեզ այ գիր։ Վահի աստրիկցիա։ Աստրիկցիա խնդրում եմ մամա ինչ ասեք էլի։ Ես ինչ ես անում, Արմինե։ Աստրիկցիա խնդրում եմ էլի մամա ինչ ասեք սպանի։ Как тебе не стыдно, Արմինե։ Ես ինչ ես անում, Արմինե։ Լավ լի աստրիկցիա էլ չեմ անում։ Ես ինչ ես անում, Արմինե։ Նայ ոնց պետք է անեն, Արմինե։ Հաջորդ անհավանական իրավիճակը շենքում։ Ջուբ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ներողություն, դուք կուզենայիք ծանոթանալ նախագահի թեկնածու Պրջոպրջիկյանի նախընտրական ծրագրի հետ։ Բանը, այո։ Այո։ Ուրեմն լսե ախպերես, խոսք են տալի աշխատավարձդ բարձրացնեմ ընկեր։ Քոշակները կբարձրացնեմ։ Հա, ես եմ ախպերես։ Հաջորդ անհավանական իրավիճակի համար խնդրենք եւս մեկ անգամ Բոնին գաբեմ։ Եվ այսպես անհավանական իրավիճակ։ Ստոպ, ներքևին խփել չկա, բոքս գնաց։ Ստոպ, ես քեզ ասեցի ներքևին խփել չկա, ներքև խփել չկա գորկատեղից։ Ստոպ, ես ասում եմ ներքևին խփել չկա։ Ադե ասղիցա թող կրվում եք հայաթում էլի ադե։ Հաջորդ անհավանական իրավիճակը հայր եւ որդի։ Պապ ջան, ինչ է եղել։ Ինչ սիրտը տա ցավ։ Ինչի։ Բայց դու չես ծխում ախր, է։ Կարող է թաքուն ծխում ես։ Բեսի կարող է ճնշում ունես։ Բայց դու երբեք չես բողոքես սրտից։ Ինչ է եղել։ Սրտանոթային համակարգիդ ինչ է եղել։ Այ անասուն ավարիա ենք տվել։
Հաջորդ անհավանական իրավիճակը։ Արի, ասում եմ մաններից արի։ Մի քիչ աշպայի։ Արա սպասեք, տենում եք մարդը տեղավորվում, արա ինչ մի անգամից քտնե հետ խոտ մեկ, արի։ Մի քիչ էսի ապայի, մի քիչ լեսան, մի քիչ արագ, լավա, բորդուլա, օքեյա, լավա։ Տիկնայք և պարոնեք, մեր օթանավը վայրեջ կատարեց զվարթնոց օթանավակայանը։ Եվ այսպես, անհավանական իրավիճակ ամանորի գիշերը, ընտանիքում։ Ես իրականում, երբ որ իմ կնոջ հետ ամուսնանում էի, չէի մտածում, որ այսենց համերաշխ, այսենց մեծ ընտանիք կունենանք, աղջիկ, տղա, փեսա, հարս, կորնիկներ, տարբեր տեսակի, հո ես ձեր կյանքին մեռնեմ։ Ես ոնց եմ ձեզ սիրում։ Մենք բոլորս իրոք շատ ենք ձեզ սիրում, բալիկներ ջան, և մեր այս ապրելակերպը թող ձեզ օրինակ ծառայի, որպեսզի դուք էլ շատ սիրալի ամուսիններ լինեք, ձեր երեխաներին ճիշտ դաստիարակեք, ոնց որ ես և ձեր հայրիկը։ Գժվում եմ քո համար Վիոլետա։ Ես էլ քո։ Երեխեք ջան, ինձ թվում է մի անգամից անցնենք սեղանին, որտեղ մաման շատ լավ բաներ է պատրաստել, եկեք վերցնենք, բալես դու մի հատ բուդը կտրտի, Բաստուրման շատ լավն է, ես եմ պատրաստել։ Բաստուրման էլ է սարքել։ Տոլման, բալես, մի հատ տոլման դու տոլման շատ էլ սիրում, Հայկ։ Սկզբից մամային, շատ ենք սիրում, մեր մամայի։ Մի հատ բալես, աղը կտա, սարը տա։ Մի հատ բալես։ Աղը թափվեց։ Աղը թափվեց։ Վեր կացեք։ Շնորհակալություն անհավանականներն, այսքանն են ձեզ հետ էր Արմուշը։ Այո, մեր Պետրիկ։ Կհանդիպենք։ Կարճ ինֆորմացիա մեր գործընկերոջ մասին։ Հաճելի անակնկալ մեր հաղորդման գործընկեր Fastnet-ի կողմից։ Միջազգային հեռախոսակապի ավտոմատ միացումից բացի այժմ արդեն գործում է պատվերով միացման համակարգը, որի միջոցով դուք կարող եք մշտապես կապի մեջ լինել արտերկրում գտնվող ձեր սիրելիների հետ։ Ապահովելով կապի և սպասարկման բարձր որակը, Fastnet-ն առաջարկում է նաև մատչելիություն, հարմարավետություն և մինչև 30% զեղչեր։ Շնորհակալություն մեր գործընկերոջը։ Նկատած կլինեք, որ ոչ մի համարյա թե աշխարհահռչակ երգիչ Հայաստան չի այցելում իր հայտնիության գագաթնակետի ժամանակ։ Այդպես է, նրանք գալիս են Հայաստան, արդեն ծեր սենց տարեց հասակում հիմնականում, նկատել եք։ Հիմա պատկերացրեք այսպիսի մի իրավիճակ, որ Backstreet Boys խումբը Հայաստան է այցելել օրինակի համար մի 30 կամ 40 տարի հետո։ Գնացինք։ Show me the meaning of being lonely. So many words for the broken heart. It's hard to see in a crimson love. So hard to breathe. Walk with me and maybe nights of light so soon become wild and free. I could feel the sun. Your every wish will be done. They tell me. Show me the meaning of being lonely.
something missing in my heart. Everybody, yeah, rock your body, yeah, everybody, rock your body right. Backstreet's back, all right. Everybody, yeah, rock your body, yeah, everybody, rock your body right. Backstreet's back, all right. Թողեք մի քիչ էլ մնա։ Empty spaces fill me up with thoughts, distant faces with no place left to go. Without you with me, I can't find no rest. Where I am going isn't everybody's guess. I tried to go like I never knew you. I'm awake, but my world is half asleep. I pray for this heart to be unspoken, but without you all I'm going to be incomplete. Շնորհակալություն, այսօր այս կանը կհանդիպենք մենք շաբաթի շանթի եթերում։ Ուզում ես անվճար մտնել Երևանի 10 ակումբներ եւ լիարժեք լիցքաթափվել, ձեռք բեր Անելիք բանկի եւ Boom ամսագրի համատեղ Boom Energy Visa Plastic Card։